Թրամփը կատարել է իրեն հատուկ պարը Միչիգան նահանգի Ուորեն քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ, այդպես նշելով իր նախագահության երկրորդ ժամկետի առաջին 100 օրը։ Նախագահը պարել է Թրամփի պարը, տոնելով հաղթանակի 100 օրը, ասվում է X-ում Սպիտակ տան գրառման մեջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կրկին նախազգուշացրել է, եթե Ռուսաստանն ու Ուկրաինան կոնկրետ առաջարկներ չանեն պատերազմը դադարեցնելու համար, Միացյալ Նահանգները հետ կկանգնի որպես միջնորդ։ Պատերազմի դադարեցման ուղղված Սպիտակ տան ջանքերը մեկնաբանելով Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, ուկրաինական ճգնաժամի արագ լուծումը գործնականում անհնարին է։ Մենք հասկանում ենք, որ Վաշինգտոնի ցանկությունը ուկրաինական խնդրի արագ հանգուցալուծումն է, այդ գործընթացը սակայն չափազանց բարդ է նման արդյունքի համար, նշել է Պեսկովն ու հավելել. Պուտինը հակամարտության քաղաքական դիվանագիտական լուծումը չի մերժում։ Իսրայելի օդուժն այսօր հարված է հասցրել Սիրիայի տարածքին, այս մասին հայտարարել է Նեթանյահուն։ Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշական հարձակում է իրականացրել եւ հարվածել Սիրիայում գործող ծայրահեղական կազմակերպություններից մեկի դիրքերին։ Այդ խմբավորման զինյալները պատրաստվում էին հարձակվել Դամասկոսի մերձակայքում բնակվող Սահնայա քաղաքի դրուզ բնակիչների վրա, հայտարարել է Իսրայելի վարչապետը։